Մենք ներքին Կարմիր աղբյուրում ենք, որտեղ առկա են բազմաթիվ պատմամշակութային և հոգևոր կոթողներ, այս պահին գտնվում ենք ներքին Կարմիր աղբյուրի եկեղեցու մոտ, բարև ձեզ, օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի Գագիկ ջան։ Տեր Հայր, ինչ է հայտնի եկեղեցուց, որ դարի է։ 19-րդ դար է, 1800-ականներին է կառուցվել, Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող, դա էլ հետաքրքրական է, միշտ համարվել է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը, մեր Բերդի տարածաշրջանը, մեր Տավուշ աշխարհը, 90-ականներին, 92-93 թվականին գյուղը երբ որ հրետակոծվում էր, ցավոք սրտի վնասվեց նաև եկեղեցին։ Ուղիղ հրթիռներ են ընկել, տանկի արկեր են ընկել եկեղեցու վրա եւ բավական լուրջ վնասվել է։ Դրա հետևանքով է այսպես։ Հիմնականում իհարկե տարիների ընթացքում արդեն վնասված էր, բայց ամբողջական այսպես ավերվելը եղել է ադրբեջանական հրետակոծության արդյունքում։ Եվ լուրջ ցանկություններ, նպատակներ ունենք մեկ օր ավելի լավ բարեկարգ տեսնելու։ Մենք շատ ենք կարևորում եւ արժևորում հատկապես սահմանագլխին եկեղեցի ունենալ, քրիստոնեական կյանք ունենալ, որը մեր ինքնության բաժինն է։